Իսկ աշխատավարձները մեր ամենացավոտ կողմն է։ Մեր աշխատակիցները, պարոն Բագրատյանը իմ սրտով հարցեր բարձրացրեց, շատ ծանրաբեռնված են ու անմարդկային ծանրաբեռնված են ու անմարդկային էլ ցածր են։ Շատ ցածր է։ Շուրջ 600-700 կարգադրիչ 110-120 հազար դրամ է։ Հազարավոր նիստերի բնականon գործունեություն է։ Դատավորի աշխատակազմը կազմված է դատավորի օգնականից եւ գործավարից։ Գործավարը ստանում է 120, 130, 150 փորձառությունից ելնելով։ Խայտառակ թվեր են սրանք ու միշտ շատ ուժեղ ծանրաբեռված են ու ես ինչպես արդեն նշեցի, 2 տարում 2600 հաստիկից ազատվել են 1100 հոգի։ Պատկերացրեք հոսունության աստիճանը, պատկերացրեք աշխատակցը գալիս է միջև հարմարվում է միջև մտնում է հունի մեջ ու հիմնականում բարձր աշխատավարձով աշտարակներ տանում, հիմնականում սեփական սեկտորը ու տանում են մեր աշխատանքին։ Շատ դժվար է, իսկ այս դեպքում դատավորին շատ դժվար է, որ իր աշխատանքի կազմը շուշուտ փոփոխվում է ու չեն հասցնում հունի մեջ։ Այս պարագայում մեր աշխատավարձի ֆոնդը 750 միլիոն կրճատվել է, որը չի ընդունվել Բարձրագույն դատական խորհրդի կողմից։ Պարոն Վարդանյան, կարծում եմ, պարոն Գալստյանի բացացած հարցերի վերաբերյալ քննարկում պիտի ունենանք, որովհետև այսպես մի քիչ ճիշտ չի ստացվում, պարոն Գալստյանը խնդիրների մասին է խոսում եւ այդ խնդիրները իրականում բավականին լուրջ են։ Հենց դատավորի աշխատակազմի հետ կապված բազմաթիվ, ասենք երիտասարդները, որոնք ուզում են դատավոր դառնալ եւ փորձ ձեռք բերելու համար գնում են դատավորի աշխատակազմում աշխատելուց, աշխատանքը խիստ ծանրաբեռնված է, դատավորի չափ գործ են անում այդ մարդիկ եւ ստանում են մինչեւ երեկոյան 9-10 աշխատում են, փորձ են ձեռք բերում, աշխատավարձ չեն ստանում, թողնում գնում են։ Գնում համալրում են, մասնավորում, դառնում են լավ մասնագետներ, մասնավորի շարքերն են համալրում իրավաբանների եւ մենք էլի նորից ունենում ենք ոչ պրոֆեսիոնալ, այսինքն երիտասարդները գալիս են, մի քիչ աշխատում են ու գնում են։ Պետք է արժանապատիվ աշխատավարձի հարցը իրականում լուծենք, պարոն Վարդանյան, եւ ծանուցումների հարցով պիտի քննարկենք եւ մի հատ հարց, պարոն Գալստյան, վարչական դատարանի հետ կապված է հարցս։ Քաղաքացին դիմում է վարչական դատարան, նիստը նշանակվում է 2 տարի հետո։ Արդեն իսկ այսօր դիմեց քաղաքացին, նիստը նշանակում է 2 տարի հետո, տարի ու կես հետո, եւ այդ գործերի ակտուալությունն է կորչում եւ դուք ինքներդ հասկանում եք ինչի մասին եմ խոսում։ Դրա լուծումը ո՞րն է, որովհետեւ կան բազմաթիվ էլի բողոքներ, քաղաքացին էլ չի ուզում դիմի դատարան, ասում է դե մինչեւ իմ հերթը հասնի արդեն էլ չգիտեմ ինձ դա պետք է թե պետք չի։ Կա արդյոք լուծում կամ լուծման գոնե պատկերացում, որ կարողանանք գուցե իրար հետ լուծենք այդ հարցը։ Մոնիթորինգ ենք անում, ինչի է, ինչ է ձգձգվում։ Ինչպես եք դուք դա պատկերացնում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հարցի համար։ Իրականից շատ կարևոր հարց եք բարձրացնում ու ավելի ծանրաբեռնված է, որ տարի ու կես 2 տարի հետո նիստ է նշանակում մեր վարչական վերաքննիչ դատարանում։ Սրա հետ կապված մենք, ինչպես արդեն նշեցի, նաև գնալով վարչական գործերի մեծ աճ մենք ունենում։ Սրա հետ կապված արդեն մոտ երևի 1 տարի է քննարկումներ է իրականացվում, որ վարչական դատավորների թվակազմը ավելացվի ու բոլոր ատյաններում ու ամենաշատը նախատեսել ենք վերաքննիչ վարչականում, որովհետև ինչպես նշեցի, այնտեղ ավելի ծանր վիճակ է։ Ցավոք այս պահին դեռ չունենք լուծում այս մասով, բայց քննարկումները շարունակվում։